Վահագն Խաչատուրյանն ասում է, մենք փողի խնդիր չունենք, բա որ չունեք, նոր վարկին չեք վերցնում։ Բազմիցս ասել էին, կառավարությունը ընտանիքի պես է, ընդունեք որպես ընտանիք, պետական բյուջեն ձեր գրպան, այդ որ մի ընտանիքն է այդքան անխելք, որ փողի կարիք չունի, բայց պարտք է վերցնում։ Այսօր կառավարությունը որոշեց հաջորդ տարվա համար ավելի քան 15%-ով կրճատել ռազմական ծախսերը 265 միլիոն դոլարով։ Խորանանք, գուցե պարզվի Նիկոլի պահպանման ու գործուղման ծախսերը դարձյալ աճել են, ամեն տարվա նման։ Իրենց թիկնազորի, կառավարական ամառանոցների ծախսերը մեծացնում են, բանակինը, ժողովրդի անվտանգությանը փոքրացնում։ Իրենց համար կարևորը երկրի պահպանությունը չէ, իրենց պահպանությունն է։ Կարդում եմ այսպես կոչված բարեկեցության ամենաբարձր մակարդակում գտնվող երկրի կառավարության այսօրվա մյուս որոշումը։ Փոխհատուցում, աջակցություն է տալիս Լոռու, Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժածներին, ունեցվածքը կորցրածներին։ Հիշում եք, երբ է տեղի ունեցել ջրհեղեղը։ 2024 թվականի մայիսի 25-ից 26-ին։ Մի տարի 4 ամիս առաջ տեղի ունեցել ջրհեղեղ, մարդիկ կորուստներ են կրել, հիմա են փոխհատուցում։ Այս մի տարի 4 ամսում ԿՊԱ-կան դեպուտատները քանի տուն են առել, քանի միլիոն են լրացուցիչ կուտակել, բայց ժողովրդին փոխհատուցումը թողել են վերջին պլանում։